Լեսքանից հետո ես եմ red flag։ Բաներ, որոնք նորմալ են ինձ համար, իսկ Յանի համար մշակութային շոկ են։ Առաջինը դա ռեստորանի հաշիվն է։ Եվրոպայում շատ ընդունված է կիսել հաշիվը, իսկ Հայաստանում, երբ որ գալիս է հաշիվը, ես կռնատ եմ, ես կույր եմ, խուլ եմ, չեմ տեսնում, չեմ հասկանում իզնից ինչ է ակնկալվում։ Սաքո ջան, դու տուպո ես։ Ասում եմ չեմ հասկանում։ Երկրորդը դա պարտադիր կենացներն է խմելուց առաջ։ Յանի համար շատ օքեյ է ուղղակի ասել cheers կամ դաժե առանց դրա խմել, իսկ Հայաստանում մենք պետք է խմենք բոլոր ներկաների եւ բացակաների կենացը։ Ուզում եմ խմեմ մեր գեղի գերբի կենացը։ Երրորդը դա gentleman դինելն է։ Այն ինչ որ հայկական մշակույթում ընդունված է, որ տղան դուռը բացում է, քոյրերն է առաջարկում պահի, որ քո համար ծանր չլինի, դա բացակայում էր մեզ մոտ։ Հետո ես ասում են Յանը green flag է, դի իմ red flag-երն է իրան green flag դարձրել։ Միած sense նայում ես, այն աշկերից լազեր ես գցում։ Դրանից հետո հստակ ամեն ինչ կարգավորվում է։ Չորրորդը դա մեր հայկական սեղաններն են։ Դրսում ավելի ընդունված է։ Մի տեսակ տաքուտեստ են սարքում, մի տեսակ աղցան եւ բոլորը ուտում են։ Ու ամեն անգամ երբ որ գնենք մերոնց տուն, Յանը հարցնում այս քանի հոգի է բացի մեզնից էլ գալու։ Չի հասկանում, ինչա 6 տեսակ գարյաչի, 17 տեսակ աղցան։ Մյուս տարբերակը, այս երևի ավելի շատ նորմալ է Յանի համար, օրինակ միասին ապրել մի 10 տարի, մի 8 երեխա ունենալ եւ նոր դրանից հետո անել առաջարկություն, սա դրսում ընդունված է, բայց հրաշ ջան, սա նորմալ չէ։ Ինձ համար պետք է բայել հերթականություն, առաջարկություն, նշանդրեք ամուսնություն, երեխաներ։ Շնորհակալություն ուշադրության համար։